Ժողովուրդը գրում է Երևանում մարտի 1-ին և 2-ին Շարլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանը կարդում է գրական երաժշտական միջոցառումը, որը քաղաքապետարանի ու հպարտ հարկատուների համար արժեցավ 54 միլիոն 991 հազար դրամ, գրեթե 55 միլիոն դրամ, որը համարժեք է $140,000։ Քաղաքապետարանից միջոցառմանն ընդառաջ հայտնել էին, որ մարտի 1-ին հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան Լավելի, Սոնա Գյուլխասանյան, Ռաֆայել Պետրոսյան, Jazz Connection և Նեմրա խմբերը։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել էին պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից ու դասական հեղինակների ստեղծագործություններն են կարդացել դերասաններն ու արտիստները։ Պետական գրումների կայքից թերթը տեղեկացել է, որ կնքված պայմանագրի համաձայն տեղադրվել է 17 վրան, որոնք վարձակալությամբ են տրվել գրքավաճառներին։ Այս միջոցառման համար անգամ 28 հատ հատուկ պահարաններ են պատրաստվել, գրում է թերթը։ Հրապարակում կարդում ենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3 կոնգրես հյուրանոցում հյուրընկալել է Հայաստան դաշինքի խմբակցության կին պատգամավորներին, խմբակցության փորձագետ կանանց ու պատգամավորների կին օգնականներին շնորհավորելու մարտի 8-ը։ Հավաքին մասնակցել են նաև խմբակցության որոշ պատգամավոր տղամարդկանցից։ Թերթին պատմել են, որ նախագահը քաղաքական ուղերձներ չի արել, կարճ հավաք է տեղի ունեցել, ծաղիկներ է նվիրել կանանց, շնորհավորել, բարեմաղթանքներ հղել, տողատակերում հասկացրել, որ առջևում մեծ անելիք ունեն։ Փետրվարի 17-ի ասուլիսում Քոչարյանը ըստ էության հայտարարեց ակտիվ քաղաքական գործունեության մասին, թեպետ մոտ 2 տարի պասիվ էր և թիմում անգամ տպավորություն ունեին, նա որոշել է հեռանալ քաղաքականությունից։ Ժողովուրդը գրում է Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատման 5-րդ դիմումը Փաշինյանն ի վերջո ստորագրել է նախօրեին։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ Փաշինյան-Կիրակոսյան հակամարտությունը խոր արմատներ ունի։ Կիրակոսյանն ամեն բան անում է, որ միջազգային ատյաններում քննվեն հայ ռազմագերիների, Արցախում տեղի ունեցած հանցագործությունների դեպքերը, իսկ Փաշինյանը հետ քայլ է անում։ Կիրակոսյանը վրդոված ու նեղացած է նաև այն բանից, որ Փաշինյանը իրեն խոստացել էր նշանակել արդարադատության նախարարի պաշտոնում ու հանկարծակի ՔՊ վարչության նիստում մտափոխվել և նախարար է նշանակել Սրբուհի Գալյանին։ Թե ինչու, որովհետև Կիրակոսյանն իր խոսքում ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարարել է, թե պետք է Հայաստանն իր հայցերից հետ չկանգնի, որպես նախարարի թեկնածու ասել է, որ պետք է առաջ տանի այդ գիծը, նկատում է թերթը։